Իսկ գիտեիք, որ 1930 թվականներին առաջին մանկական նստատեղերի ստեղծման նպատակը եղել է ոչ թե երեխաների անվտանգությունը, այլ պարզապես հարմարավետ և սովորական նստատեղից ավելի բարձր նստատեղ նստեցնելը, որպեսզի երեխան մեքենայի պատուհանից կարողանա տեսնել ճանապարհը, ուշադրությունը կենտրոնացնելով պատուհանին։ Այն տեղադրվում էր որպես կանոն վաղորդի կողքին, նստարանին։ Հիշեցնեմ, որ այդ տարիներին շատ մեքենաներում անգամ հասարակ ամրագոտին պարտադիր դետալ չէր։ Հետագայում անվտանգության նկատառումներով ստեղծված մանկական նստատեղի հեղինակ դարձավ բրիտանացի մի կին լրագրող, որն իր երեխայի անվտանգությունն ապահովելու համար մտահղացավ այդ քարսիթը արդեն հետևի նստարանին դնելու համար հարմար։ Այն բավականին պոպուլյար դարձավ այդ թվականներին։ Հետագայում աստիճանաբար սկսեցին մշակվել հատուկ ստանդարտներ ավտոմեքենաներում մանկական նստատեղերի անվտանգության ապահովման համար։ 1985 թվականին արդեն ԱՄՆ-ում բոլոր նահանգներում օրենքով պարտադրվեց երեխաներին մեքենաներով փոխադրել միայն քարսիթով։